Որովհետև Իրանի Իսլամական Հանրապետությունը կարողացավ դիմակայել եւ իր պայմանները թելադրել տարածաշրջանի բոլոր երկրներին։ Հիմա շատ հետաքրքիր է թե ինչ է լինելու։ Վերադառնանք Հայաստանի Հանրապետություն, մեր սիրելի։ Ուրեմն սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետությունը բնականաբար պետք է հետևություններ անի այս process-ից, որովհետև պատերազմի ելքից է կախված, թե ինչ տեղի կունենա, օրինակ, Հայաստանի Հանրապետության հարավային դարպասը հանդիսացող Սյունիքի մարզում արդեն իսկ պայմանավորված Թրամփի ճանապարհի մասով։ Շատ կարևոր հանգամանք է սա։ Թե ինչպես կվերջանա այս պատերազմը։ Ավելին ասեմ, եթե այս պատերազմը վերջանա այնպես, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը լինի իր պայմանները թելադրող, լավ, եթե ոչ Միացյալ Նահանգներին, բայց տարածաշրջանում, ապա տարածաշրջանի ամբողջ քաղաքական քարտեզը կարող է վերանայվել որպես մոտեցումներ։ Պարսից ծոցի բոլոր երկրները այլևս կարող են հետևություններ անել եւ հույս չկապել արևմտյան ներուժի, մասնավորապես Միացյալ Նահանգների ներուժի հետ եւ բավականին զգուշ մոտեցում ցուցաբերել Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների իմաստով։ Այսինքն այս իմաստով շատ կարևոր process-ներ են տեղի ունենում, որը Հայաստանում բացարձակապես չի լուսաբանում։ Մեր քաղաքական, ներքաղաքական, ընտրական այս գաղժ մթնոլորտում, այս ապականության մեջ, այս հիվանդության, այս հիվանդ քաղաքական համակարգի մեջ բացարձակ մարդիկ չեն հասկանում ինչ է կատարվում, ինչքան կարևոր է Հայաստանի համար, ինչքան կարևոր է Երևանի համար այս ամենը։